սիրելի երկվորյակներ եւ աղեղնավորներ էսպես նշեմ, որովհետեւ ես հիմա ներկայացնելու եմ ձեր երկուսի համար միացրել եմ ձեզ եւ կներկայացնեմ ձեր նշանի համար օգոստոս ամսվա կանխատեսումը ողջույն սիրելի երկվորյակներ եւ այսպես գիտեք դուք ամենավերջում եք եթե հիշում եք 11 եւ 12 տեղերը տենց միասին կիսում եք ես որոշեցի ձեզ միացնել եւ պատկերացրեք որ սխալ չարեցի երկվորյակ ասեց գիտես ինչ որ մեկին իմ հետ այդպես միացրու տանդեմ կազմենք մենք տենց իրար հետ կզրուցենք ու կշարժենք ավելի արագ կշարժվենք առաջ ես էլ այդպես քայլ արեցի եւ ինչպես տեսնում եք չսխալվեցի իրենք հիմա 5-րդ եւ 6-րդ տեղերում են հայտնվել դիտումները բավականին շատ էր եւ 12-րդ տեղից միանգամից 5-րդ 6-րդ տեղեր վուալա Եվ այսպես հիմա արդեն երկվորյակով աղեղնավորով կփակվի առաջին վեցնյակը եւ հավանաբար ես որպեսզի դուք միշտ իրար հետ շփվելու հնարավորություն ունենաք որքան էլ որ հակադիր նշաններ եք չէ շատ տարի հակադիր նշանները բայց կարողացան իրանք իրար հետ այդպես լեզու գտնել եւ շարժվել առաջ ահա այսինքն հետաքրքիր էքսպերիմենտներ տեսնում եք սիրելի երկվորյակներ Ինչևէ ես հիմա կներկայացնեմ եւ հուսով եմ որ դուք չեք լեքի նորից հետ չեք մղվի ահա նշեմ որ այսօր 24-ն է հուլիսի եւ ձեզ բաժին է ընկել Վեներան շատ հետաքրքիր էր գիտեք Վեներան ձեզ համար որովհետեւ ինքը ձեր մոլորակը Մերկուրին է եւ Վեներան այդտեղ անելիք չունի գիտեք ինչքան որ այսպեսի համընկնում եղավ հետաքրքիր բայց Վեներան մտնում է օդի նշան մտնելու է կշռքի նշան օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 10-ը եւ դա օդի նշան է ձեզ համար բոլոր դեպքերում շատ ավելի լավ սովորաբար երկվորյակները հատկապես ասցենդենտի նշանով իհարկե արևի նշանով եւս բայց ուրեմն իրենց մոտ գիտեք Վեներան գեղեցկության հարցում իրենք երբեմն ինչ որ աղավաղում է առաջանում իրենք կարող են չզգալ սահմանը կամ որ ասենք այս է այսպես ինքը գեղեցիկ է կարող է ոմանց մոտ դա գնալ սահմանացնել եւ ավելի վուլգար հա երևա բայց ինքը դա համարի նորմալ դա շատ գեղեցիկ է նայում ես վուլգար է բայց ինքը ասում է շատ սիրուն է ասենց լավ է այսինքն բոլոր դեպքերում իրենք չունեն այդ չեն կարող ունենալ թող ներող լինեն երկվորյակները բայց ես փաստն եմ արձանագրում որովհետեւ ձեր մոլորակը Մերկուրին է իսկ որտեղ Մերկուրին է Վեներան այնտեղ անելիք չունի սա այսպես եթե իհարկե այնտեղ որոշակի մոլորակներ կլինեն ձեր ասցենդենտի մոտ կամ եւ այլն կամ ձեր նշանում այստեղ հնարավոր է որոշակի արդեն ավելի մեղմ կարող է լինել կամ ինչ էլ որ լինի միևնույնն է եկեք ես ձեզ չխափեմ միևնույնն է գեղեցիկի ընկալման գեղեցիկի հարցում կաղում են երկվորյակները որովհետև այդտեղ Վեներան անելիք չունի ուստի դա չի կարող ուրեմն այդ հարցում լավ լինի իրանք սահման անցնում են կամ աճ կամ ձախ այսինքն հասնում է վուլգարիզմի ավելի շատ փորձեն որքան հնարավոր է այդպես լցնել փոփոխություններ հա որ արդեն շատ է նայվում եւ կա մյուս ծայրահեղությունը եւս կարող է լինել այսպես ինքը երբեմն այդպես լինում է գիտեք դա ես ասացի արևի նշանով էլ դա կարող է շատ այդպես արտահայտվել հա այսինքն իսկ ոմանք էլ մյուս տարբերակը որ ուղղակի իրանց ուշադրություն չեն դարձնում կարծես թե իրենց մոռացել են չեն կարողանում գեղեցիկ մատուցել եւ այլն սա էլ այսօր այսքան շատ խոսեցի Վեներայի մասին որովհետեւ այսօր Վեներայի օրն է իմ օրացույցով եւ Վեներան մտնում է կշռքի նշան համենայն դեպս ինքը ձեզ կօգնի որովհետեւ օդի նշանը դուք եւս օդի նշան եք եւ կշռքի նշանում դա իր նշանն է ինքը իրեն այդտեղ զգում է հիասքանչ մասնավորապես որ ինքը առուծի տանն է Այնպես որ հաճելի հանդիպումներ, սիրո թեմայով խոսակցություններ, երեխաների հետ մի խոսքով հաճելի կլինի ձեզ համար, ես դա ձեզ խոստանում եմ։ Ինչևէ, օգոստոսը առանձնանում է նրանով, որ մենք ունենք խավարումներ, արդեն գիտեք, ուրեմն որտեվ ես նախապես խոսում եմ, մի քիչ առաջ եմ անցնում եւ ներկայացնում եմ։ Մենք ունենք արևի ամբողջական խավարումը եւ լուսնի մասնակի խավարումը
ես հիմա ներկայացնեմ ամեն ինչից անկախ օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 21:36:33 21 աստիճանում առուծի նշանում տեղի կունենա արևի ամբողջական խավարումը։ Նշեմ, որ ձեր եւ առուծի միջև երկվորյակ եւ առուծ այստեղ դրական էներգիան է կուտակվում, ճիշտ է ինքը լավ խավարում չի, բայց բոլոր դեպքերում կարծում եմ այդպես բացասական չի անդրադառնա ձեզ վրա, կարող եք հանգիստ լինել, իհարկե մնացած արդեն կախված է թե ձեր անձնական քարտեզում ինչ իրավիճակ է, մոլորակները ինչպիսի դասավորություն ունեն եւ ուզում եմ նշել, որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը բոլորս էլ դուք նույնպես գտնվելու ենք խավարման միջանցքում, որովհետև 28-ին Հայաստանի ժամանակով առավոտյան 8:18 5 աստիճանում ձգանշանում տեղի կունենա լուսնի մասնակի խավարումը։ Հիմա տեսեք, արևի վատ խավարումն է, բայց այստեղ դրական էներգիան է կուտակվում, լուսնի լավ խավարումն է, բայց այստեղ բնականաբար ձկները, երկվորյակները, այստեղ կուտակվում է բացասական էներգիան եւ շատ հետաքրքիր է այստեղ ոնց կարող է աշխատել, որովհետև ինքը լավ խավարումն է, հնարավոր է, որ գիտեք ինչ որ մի բան ստացվի, ինքը այսինքն հիմիկվանից սկսած մոտենայի տրամաբանական ավարտին, բայց դուք ինչ որ մի բանից գոհ չլինեք, ինքը մտածում եք, օքեյ, շատ լավ է ամեն ինչ, կարծես թե ամեն ինչ լավ ավարտ է ունեցել եւ այլն, բայց ինչ որ մի բան ձեզ չի հերիքում, ձեզ չի գոհացնում, միգուցե դուք ավելին եք ուզում, միգուցե այսպեսի ես տարբերակներից մեկը ասեցի արտահայտման կամ ձևերից մեկը, իսկ մնացածը կարող եք դուք գրեք, թե ինչպես անցկացրեցիք, ձեր հարազատների հետ որոշակի հարցեր կքննարկեք, գիտեք, այստեղ առուծի թեման առուծը դա երեխաներն են եւ երեխայի թեմա կարող է քննարկվել երկվորյակների մոտ ոմանց իրենց ապագայի սովորելու ամուսնության եւ այլն տարբեր ուրեմն հարցեր կլինեն եւ դա չեմ կարծում որ համենայն դեպս ձեզ կգոհացնի, միգուցե ուրիշ բաներ եք սպասում, բայց այս խավարման ժամանակ ճիշտ է, այստեղ լավ էներգիան է կուտակվում, շատ հարաբերական է, նորից ասեմ, որ ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, որովհետև կարող է եւ այդպես ոչ լավ եւ ոչ վատ, այդպես միջին, հա, նորմալ վիճակ, սա կարող է լինել։ Իսկ լուսնի մասնակի խավարումը ասացի, որ ինքը լավ խավարում է, բայց ուրեմն ձեր կարիերայի հարցում շատերի մոտ կարիերայի հարցում, ձեր նպատակների հարցում ամեն դեպքում որոշակի անորոշություն կա, ինչ որ ես ասացի կարող է լինել լավ, բայց դուք ամեն դեպքում էլի ձեզ բավարարված չեք զգում։ Դա էլ այդպես հաջորդ իրադարձությունը ձեր մոլորակը սիրելի երկվորյակներ օգոստոսի 9-ին երկու անգամ կփոխի իր նշանը դուրս գալով խեցգետնի նշանից ձեր ֆինանսների տանն է գտնվում, ինքը կմտնի առուծի նշան, իսկ արդեն օգոստոսի 25-ին կմտնի կույսի նշանում այստեղ ինքը իր նշանում է գտնվում, ընտանեկան հարցեր ինչ որ կարող են քննարկվել, բայց ինչն է հետաքրքիր, տեսնում եք երկվորյակների մոլորակը Մերկուրին, կույսի մոլորակը Մերկուրին, բայց իրար հետ յոլա չեն գնում, այսպես ասած, նա ասում է ես եմ խելացի, սենց կարելի անել ու ինչ որ ընտանեկան բնակարանի հարցով իրանք այդպես ասում են, չէ, այսպես ավելի լավ կլիներ, կույսերն ասում են, չէ, այսպես լավ կլիներ ու տենց չեն գալիս ընդհանուր հայտարարի երկվորյակներն ու կույսերը ես չգիտեմ, գրեք, եթե կան երկվորյակներ, որ ասենք իրենց ընկերուհին կամ ծանոթը հարազատը կույս է, երկվորյակ եւ կույսու ամեն մեկը իր միտքը ասում ինքն է ավելի խելացի ու տենց չեն գալիս ընդհանուր հայտարարի, եթե այդպիսի բան կա, շատ հետաքրքիր է, գրեք, արդյոք դա այդպես է կամ միգուցե ուշադրություն չեք դարձրել, որտեղ բնականաբար չգիտեք սրա մասին, հիմա արդեն կարող եք վերլուծել եւ հասկանալ։ Հիմա անցնեմ առաջ օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի վերջ, այստեղ Մարսը կմտնի
ձեր նշանում է գտնվում սիրելի երկվորյակներ, օգոստոսի 11-ին կլեքի ձեզ, ինքը մեծ ուժ է տալիս, բավականին ակտիվ եք եւ կմտնի խեցգետնի նշան։ Գիտեք, այստեղ ոմանք այսպեսի իրավիճակ է լինելու, ոմանք հիմա ասեն գնում են հանգստանալու, շատ ակտիվ այդպես լավ անցկացնում են, հետո գալիս են կանգնում են փաստի առաջ, որ ամբողջ գումարը ծախսել են։ Ոմանք հիմա չեն գնա, օգոստոսին կգնան, այդ ժամանակ գումարը կծախսեն։ Այսպեսի հետաքրքիր նորմավիճակներում են հայտնվելու բոլոր դեպքերում ձեզ ասեմ, որ Մարսը երբ մտնում է ձեր ֆինանսների տուն, այդ ժամանակ հաջորդ իսկ օրը 11-ին Մարսը կմտնի խեցգետին, իսկ 12-ին արդեն առողջի նշանում կլինի խավարումը։ Այսպիսի հետաքրքիր բան է, պես որ նաև ձեր հարազատների ընկերների հետ նաև ֆինանսական հարցեր եք քննարկում երկվորյակներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով կամ ինչպես արդեն ասել եմ ծագող նշանով եւ արևի նշանով վուալա սա էլ էսպես եւ հիմա անցնենք առաջ չմոռանանք արևի մասին արևը օգոստոսի 23-ին կմտնի կույսի նշան նու սիրելի երկվորյակներ օգոստոսի 23-ից հետո այստեղ բնականաբար կույսերը կնշեն իրենց ծննդյան օրը, դուք էլ ինչ-որ հարցերով իրանց հետ համամիտ չեք լինի եւ այստեղ այսպիսի հարցեր կառաջանան այդ ժամանակահատվածում ես երկվորյակներին կհորդորեի, որպեսզի ինչ-որ հարցեր չքննարկեն կույսերի հետ։ Ահա ինչևէ, այստեղ ընտանեկան թեմաներն են, հարցերն են, որ կփորձեն երկվորյակները ուշադրություն դարձնել, հա, այսպես ասեմ, որովհետև ասցենդենտով երկվորյացակող նշանով կամ ես երկուսն կասեմ, որպեսզի դուք ընթացքում աստիճանաբար մարսեք դա, ուրեմն ավելի շատ իրենց կարիերայի հարցն է կարևորվում, միգուցե ձեր ուշադրությունը ընտանեկան հարցերին են, բայց ամեն դեպքում կարիերան է կամ ընտանիքի անդամների կարիերայի հարցը, ձեր կարիերան, ամեն դեպքում դա է ուրեմն կարևորվում եւ աստիճանաբար երկվորյակների մոտ կբացվի արտերկրի թեման, այնտեղ գիտեք եւ գնալու սովորելու, վերապատրաստվելու on-line սովորել, հա, այլ երկրում ինչ-որ այդպես ուսումնական կենտրոն ավարտել, սովորել կամ ինչ-որ բիզնեսը, ոմանց մոտ ամուսնության թեմա կարող է լինել, նրանց ինչ տարիքում են գտնում, ինչ կարգավիճակում են գտնվում։ Ինչևէ սա է իրականությունը, ես մի քիչ ուղղակի առաջ անցա եւ դա ձեզ ներկայացրեցի, իսկ առաջիկայում ֆինանսների հարցում կլինեք ուշադիր առաջիկայում լավ, այդ միգուցե ես հետո կանդրադառնամ, այսքանը սիրելի երկվորյակներ ավարտեմ եւ ես շատ սահուն կերպով, քանի որ միացրել եմ, կանցնեմ միանգամից աղեղնավորներին։ Սիրելի աղեղնավորներ, այժմ անդրադառնամ ձեր նշանին, երևի թե դուք սկզբից կլսեք, բոլոր դեպքերում խոր կտամ, որ հենց սկզբից լսեք, ոչ թե միայն ձերը, բոլոր դեպքերում դուք միասին շփվում եք, տանդեմ եք կազմել երկվորյակների հետ, որտեղ որոշ բաներ ես նաև այնտեղ եմ ասել, ինչևէ ես միացրել եմ ձեզ, դուք հիմա 12-րդ տեղից հայտնվել եք 6-րդ տեղում, եւ դա բավականին մեծ առաջընթաց է, ինչպես ասում են, այս էքսպերիմենտը շատ հաջողությամբ փսակվեց, որովհետեւ 12-ից այդպես թռիչք 6-րդ տեղում հայտնվելը բավականին մեծ առաջընթաց է, փաստորեն ձեզ պետք է միացնել, որպեսզի դուք այդպես հնարավորություն ունենայիք շփվելու եւ այդպես արագ հասնեիք 6-րդ տեղ։ Ինչեւ այսօր Վեներայի օրն է եւ ես կներկայացնեմ ձեզ օգոստոս ամսվա ձեր նշանի համար օգոստոս ամսվա կանխատեսումը եւ գիտեք արդեն դա վերաբերում է բոլոր նրանցում արևն է գտնվում աղեղնավորի նշանում, այսինքն կենթանարկեպի նշանով ինչպես ասում են աղեղնավոր եք եւ ձեր ասցենդենտի նշանը կամ ծագող նշանը աղեղնավորն է։ Ահա, հիմա ինչ ունենք օգոստոսին արևի ամբողջական խավարում եւ լուսնի մասնակի խավարում Վեներան, որ այսօր Վեներայի օրն է հուլիսի 24-ը, ահա եւ ձեզ համար եւս այստեղ
լավ է Վեներան եւ տեսեք Վեներան գտնվում է մտնելու է կշարքի նշան ինքը բավական ուժեղ է եւ ձեր հետ միասին կազմում է դրական էներգիա, այնպես որ կարծում եմ ձեր ընկերների, հարազատների հետ, բավականին գաղափարակիցների հետ, բավականին այդպես ջերմ հանդիպումներ, զրույցներ եւ այլն, այդ ամենը կունենաք։ Եվ այսպես, ուրեմն Վեներան օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 10-ը կլինի կշարքի նշանում, փորձեք այստեղ եթե ինչ որ խնդիրներ կան, հարաբերություններ ձեր գաղափարակիցների հետ, ձեր ընկերների հետ փորձեք դա կարգավորել, հարթեք բոլոր այդ խոչընդոտները, խնդիրները եւ այդպես Վեներան սերն է եւ ինքը ուզում է որ հարաբերություններ աշխատակիցների միջև լինեն այդպես գեղեցիկ, առանց կոնֆլիկտի, առանց լարվածության, միմյանց մասին բամբասելու կամ ետևից խոսելու, ինչպես ասում են, փորձեք այդ ամեն ինչը հաղթահարել։ Դա ուրեմն Վեներայի մասին եւ Մերկուրին երկու անգամ կհասցնի փոխել իր նշանը Մարսը գտնվի ձեր ֆինանսների տանը։ Ես հիմա ուզում եմ նշել ուրեմն արևի խավարման ժամկետները նշենք շատ կարևոր է օգոստոսի 12-ից ուրեմն Հայաստանի ժամանակով 21:36:33 կլինի արևի ամբողջական խավարումը 21 աստիճան առուտին նշանում է լինելու սիրելի աղեղնավորներ, ինչպես տեսնում եք արդեն ինքը դա եւս կրակի նշան է, այդ առումով լավ է չնայած որ արևի ոչ լավ խավարումն է, հավանաբար այստեղ գիտեք ինչ մեծ գումարներ կծախսեք արտերկիր մեկնելու համար, ոմանք հանգստանալու համար կամ միգուցե գումար են ծախսում, բայց ինքը հետաձգվում է, գիտեք շատ տարբեր ձևերով դա կարող է արտահայտվել կամ ինչ որ ուզում եք եթե ավելի երիտասարդ եք կամ միջին տարիքում ուզում եք սովորել անպայման կրթություն ստանալ, սա եւս կարող է ուրեմն լինել, բայց իմացեք այն կրթությունը, որ դուք ստանաք, այդ ուղղությամբ չեք աշխատելու, իսկ եթե շատ եք ուզում, կարող եք ստանալ այդ կրթությունը։ Դա այդպես խավարման միջանցքում են գտնվելու օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 28-ը, որովհետև 28-ին կլինի լուսնի մասնակի խավարումը, այս անգամ արդեն ձգան նշանում 5 աստիճանում, Հայաստանի ժամանակով 8:18:20 վարկյան, սա լավ խավարում է, եւ վերաբերում է ձեր ընտանիքին։ Ասեմ որ աղեղնավորը ընտանեկան հարցեր կան, հարաբերություններ իրենց հարազատների հետ, երեխաների հետ, այսպիսի հարցեր են իրենց համար կարևորվում եւ իրենք այստեղ պիտի իրենց ուշադրությունը հրավիրեն եւ ինքը լավ խավարում է, ճիշտ է ձեր հետ այստեղ բացական էներգիան է կուտակվում, բայց բոլոր դեպքերում դա ասում է այն մասին, որ ընտանիքում ինչ որ հարցեր կան, որ դուք պիտի դա կարգավորեք եւ այստեղ ոմանց մոտ էլ նաեւ նշեմ, որ կարող են երեխաների հետ կապված իրավական հարցեր լինել, հա, ասցենզենտով, ծագող նշանով աղեղնավորներ։ Ես ուղղակի շատ չեմ մանրամասնում, մի երկու բան ուղղակի օրինակ եմ բերում, որպեսզի դուք հասկանաք, մնացածը արդեն ինքներդ կարող եք այդպես նմանեցնել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես օգոստոսի 9-ին Մերկուրին կմտնի առուծի նշան, ինչպես որ արդեն ասացի, կրակի դուք եք կրակ, առուսնել եք կրակ, մտնում է այդտեղ եւ դուք բավականին ակտիվ եք լինում, թե սովորելու հետ կապված, թե դասավանդելու հետ կապված, թե արտերկրի հետ երեխաների թեմայով եւ այլն, այս ամենը բավականին ակտիվ կլինի եւ մինչեւ դուք օգոստոսի 25-ը ժամանակ ունեք եւ հետո արդեն կմտնի կույսի նշան, դա իր նշանն է եւ այստեղ ձեր ապագայի հարցերը կքննարկեք, հավանաբար որովհետև երկար ժամանակ ընտանեկան թեմաներն են ձեզ համար կարևորվել եւ հիմա արդեն աստիճանաբար կարծես թե այդպես սթափվում եք եւ ասում եք բա կարիերաս, բա նպատակներս, բա սա էլ պիտի անենք։ Եվ 11-ին օգոստոսի մինչև սեպտեմբերի վերջ Մարսը կմտնի ձեր ֆինանսների տուն։ Գիտեք, այստեղ դժվար է ինչ որ ֆինանսական հարցեր կլինեն, միգուցե դժվարությամբ, բայց ես կարծում եմ կլինի լավ թե վատ գումար կծախսեք, թե գումարներ կգան, դա արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, թե ինչպիսի հարաբերություններ կստեղծի Մարսը ձեր քարտեզում, ձեր կյանքում ինքը ինչ հարաբերություն կստեղծի, դա էլ կստանաք։ Եվ
23-ին օգոստոսի արևը կմտնի կույսի նշան եւ ինչպես որ արդեն ասացի, այստեղ ձեր կարիերայի հարցը ձեզ համար շատ կկարևորվի, հավանաբար կարևոր այդպես նաեւ հանդիպումներ կունենաք, խորհուրդ կհարցնեք, կխորհրդակցեք ուբին եւ այդպես կփորձեք հասկանալ թե ինչ եք անելու եւ ինչպես եք անելու եւ այլն եւ այլն։ Այսպիսի հարցեր կան։ Ես կարծում եմ աղեղնավորների կյանքում ճակատագրական իրադարձություններ են կատարվել կամ մի քիչ է մնացել, որ ավարտվում է եւ իրանք անպայման կկատարվի աղեղնավորների կյանքում, այդպես ընտանեկան հարցերին վերաբերող եւ հիմնականում տան բնակարանի երեխաների իրենց անձնական հարցում եւ այլն։ Եվ հետո ես կարծում եմ իրենք արդեն կանցնեն ապագայի թեմային, այլևս ինչ ենք անելու, օքեյ, այս հարցը լուծեցինք, տան հարցը, երեխաների հարցը, ընտանեկան հարցեր կարգավեցինք, հիմա արդեն հաջորդ փուլն ենք ուրեմն քայլանում եւ այդտեղ պիտի կարգավորենք։ Ահա 23-ին էլ նորից նշեմ օգոստոսի արևը կմտնի կույսի նշան։ Այնպես որ սիրելի աղեղնավորներ, ես ձեզ մաղթում եմ, որպեսզի դուք ձեր նպատակները իրականանան եւ վերջացնեք այդպես, ինչպես ասում են, բարեհաջող վերջացնեք, ավարտեք այդ ամենը։ Ես կարծում եմ միջև օգոստոսի գիտեք, միջև օգոստոսի վերջ, օգոստոսի 28-ը, մինչև օգոստոսի 28-ը կամ օգոստոսի վերջ կարելի ասել, այնտեղ 1-2 օր է մնում, դուք ձեր ընտանեկան հարցերը, այն նպատակներ, որ ունեք, անպայման ավարտելու եք, անպայման ավարտելու եք։ Այսպես ասեմ, քան որ ինքը լավ խավարումն է լուսնի, լավ կլինի արդյունքը, բայց բնականաբար ամեն մի լավ բան էլ ցանկացած թեկուզ լավ իրադարձությունի հետ բերում է արդեն խնդիրներ, իհարկե այդ խնդիրները թող լավ իրադարձությունը բերի խնդիրներ ու դու դա փորձես լուծել, ոչ թե վատ իրադարձությունը խնդիր բերի ու դու դա լուծես, այսպիսի տարբերություն մոտապես այսպես կարող է մեկնաբանել, հա։ Այնպես որ լավ եղեք, գրեք անպայման մեկնաբանություններում, ինչպես տեսնում եք, հաշվի առնում նրանք, ովքեր հետաքրքրված են, դիտումները շատ են, մեկնաբանությունները շատ են, գրում են, բնականաբար ես էլ նրանց անդրադառնում, նրանք ովքեր անտարբեր են, ամեն մեկը ըստ իր չափի ստանում է, այսպես է, չէ՞ կյանքում։ Այնպես որ դա էլ այդպես, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ամիս եւ չմոռանաք խավարման միջանցքում գտնվելը, եղեք ուշադիր, որտեղ դուք չգիտեք ձեր քարտեզը, հատկապես արտերկրի հետ կապված։ Բարի, այսքանը լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։